Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Սամվել Կարապետյանի եղբոր որդին Նարեկ Կարապետյանը կարծես որոշել է քաղաքական դաշտ մուտք գործել ոչ թե ծրագրով, հաշվարկով եւ պատասխանատվությամբ, այլ քաղաքական պոպուլիզմի ամենահին եւ մաշված գործիքակազմով։ Նրա վերջին հայտարարություններն այնքան պարզունակ են, որ հանգիստ կարելի է առանց խմբագրման ներառել ինչպես խոսել, բայց ոչինչ չասել ժանրի պոպուլիզմի ձեռնարկներում։ Փոքր բիզնեսը չպետք է հարկվի ձևակերպումը հնչում է գեղեցիկ, բայց իրականում վտանգավոր պարզունակություն է։ Որ փոքր բիզնեսը, ինչ չափերով, որ փուլում եւ ամենակարևորը ում հաշվին։ Պետությունը գոյություն ունի հարկերի հաշվին, իսկ ոչ մի հարկ խոստումը նշանակում է կամ լիակատար անգրագիտություն պետական կառավարման հարցերում կամ գիտակցված մանիպուլյացիա ուղղված սոցիալական զգայուն խմբերին։ Առանց հաշվարկի հնչեցված նման խոստումները ոչ թե տնտեսություն են զարգացնում, այլ քանդում են քաղաքական խոսքի հանդեպ վստահությունը։ Ավելի ծիծաղելի, բայց ոչ պակաս վտանգավոր է 1 դրամ աշխատավարձ ստացող վարչապետի գաղափարը։ Սա ոչ թե խնայողության եւ բարոյականության ցուցիչ է, այլ պարզապես էժան թատրոն։ Նման հայտարարությունը նպատակ ունի ստեղծել «Ես ժողովրդից մեկն եմ» արհեստական հերոսի կերպար, իրական համակարգային լուծումների բացակայությունը քողարկելու համար։ Պետությունը չի կառավարվում պոպուլիստական էժանագին ժեստերով, այն կառավարվում է ինստիտուտներով, օրենքներով եւ պատասխանատվությամբ։ Նարեկ Կարապետյանի խոսքը ցույց է տալիս ոչ թե նոր քաղաքական մտածողություն, այլ հին բազմիցս ձախողված մոտեցում, մարդկանց հույսերի հետ խաղալով քաղաքական կապիտալ կուտակելու փորձ։ Եթե սա է առաջարկվող նոր որակը, ապա հասարակությունն ունի լիակատար իրավունք հարցնելու, իսկ որտեղ է ձեր ծրագիրը, որտեղ են թվերը, որտեղ է պատասխանատվությունը։ Առանց դրա պոպուլիզմը մնում է ընդամենը բարձրաձայն խոսք, դատարկ բովանդակությամբ։ Երբ քաղաքական գործիչը կամ նրան սպասարկող խոսափողները հայտարարում են, որ վարչապետը պետք է 1 դրամ աշխատավարձ ստանա, իսկ այս կամ այն ոլորտը չպետք է հարկվի, ապա դա ոչ թե հայրենասիրություն է, այլ դասական եւ էժանագին խաբկանք։ Եթե իսկապես կա կոռուպցիայի դեմ պայքարի ցանկություն, ապա լուծումը ճիշտ հակառակն է։ Բարձր եւ թափանցիկ աշխատավարձ, խիստ հայտարարագրում, հանրային վերահսկողություն եւ պատասխանատվություն։ Մնացածը, այդ թվում եւ 1 դրամանոց պաթոսը ոչ թե բարեփոխում է, այլ վտանգավոր խաբկանք։ Պետությունը կրկես չէ, իսկ վարչապետի պաշտոնը ժանգլորության հարթակ չէ։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, առայժմ։